Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըսհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, երթող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողումք մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ իգործոց, փրկյազիս եւ ողորմյա քո առածոց եւ ինձ բազմամերիս ամեն գահավադանք ամենասուրբ երրորդության հորը որդիին եւ սուրբ հոգիին գահավադանք Գաբրիելի ծերամբ ավետումին Քրիստոսի ծնունդին մգրդության չարչարանքներուն խաչելության երեքորյա թաղումին հարության Աստվածաբես համբարնալուն եւ հոր աչագոմը նստելուն եւ ահեղ ու փարավոր երկրորդ կալուստին գնդունինք եւ գահավադանք ամեն հրամեցեք Սիրելիներ, քանի որ խոսենք թե աշխարհի վաղճանին ինչպիսի ահավոր նեղություններ պիտի լան աշխարհի երեսին եւ Տեր Հիսուս Քրիստոսը ասավ որ այնպիսի մեծ նեղություններ պիտի լան որոնց նմանը երբեք չի եղած աշխարհի ստեղծագործութենեն մինչեւ այսօր սակայն սիրելիներ դեսանք ամեն մեկ քայլափոխին երբ սերդեցինք մինչեւ 17 գլուխները հայտնություն հովանու Դեսանք սիրելներ, որ ամեն մեկ քայլափոխին, հագարակ չարին, ամեն տեսակ հարցակումներուն, ահավոր իր ստեղծած վիճակներուն, պայմաններուն, սակայն Աստված իր ժողովուրդը, իրեն վստահողները, իրեն հետևողները կպաշտպանե։ Որովհետև սիրելներ, Տերը մեզ առանցին չի ցկեր։ Ինչպես որ քաղաքը Լերներով եւ որ պաշտպանված է լա այդ քաղաքը ամուր է այդպես ալ Աստված սիրելներ մեզ պաշտպանության ցերկերու մեջ առած է բազմաթիվ սաղմոսներ կան պաշտպանության 91-րդ սաղմոսը գիտեք պաշտպանության սաղմոսն է շատ սիրելիներ խոսքեր կան Աստվածաշունչի մեջ ուր Տերը գխոստանա Պաշտպանել իր զավակները։ Պաշտպանելը անպայմանորեն ֆիզիկական չէ, նաև ֆիզիկական ալգան շուշտ, բայց պաշտպանելը ամենեն կարևորը գիտեք ինչն է, որ չի թողուր, որ մենք մեր հավատքին մեջ դգարանանք ու գործվենք։ Որովհետև ինչ կպատահի։ Հաճախ երբ կտեսնենք մեր շուրջը, որ մեղքերը կշատնան, եւ կտեսնենք, որ մեղավորները շատ հանգիստ կապրին, հաճախ հավատացյալներն անգամ գրնան սայթակիլ, քայթագրիլ եւ մոլորելով ասել որ ես ալ իրենց նման ապրիմ եւ ասիկա սիրելներ ամենամեծ ինալն է քրիստոնյային հալածվելը, քրիստոնյային չարչարվելը, քրիստոնյային նեղություն գրելը սիրելներ այնքան ալ մեծ նեղությունը չէ փախտադած Այն սայթակումին, որ հոգևորապես գաբրի, որովհետև երբեմն նեղության մեջ, դժվարության մեջ սիրելներ, քրիստոնյան հավատքի մեջ ավելի ամուր գլա։ Բայց երբ որ քայթակությունները գտեսնե եւ գտեսնե, որ անոնք անպատիժ կմնան, գրնա ինքն ալ քայթակղիլ եւ անոնց պես լալ։ Եվ ահա անոներներու գարքին անցնի, ամենամեծ վտանգը, գխնդրեմ, որ այս մասին, երբ որ երթակ այսօր դուն, այս մասին մտածեք։ Ամենամեծ վտանգը սիրելներ նեղության բահուն չէ, դժվարության բահուն չէ, հալածանքներու բահուն չէ, չարչարանքներու բահուն չէ, այլ չագերդի մեջ խաղաղության բահուն է, երբ որ գտեսնենք, որ չար մարդիկ
ամեն իմաստով գահարաչանան եւ մենք հալ դարվելով իրենց ճարիքեն մենք հալ նույն վիճակի մեջ գիրանք։ Ահա ադիգա սիրելներ ավելի մեծ ահավոր անգում է։ Եվ Աստված սիրելիներ իր ժամանակին, իր աստվածային սուրբ ժամանակին գբաճե չարերը, որբեսի ճիշտ ինչպես որսի արդարները դեսնելով չարերուն, չարիքի մեջ հարաճացած, նույն սխալի մեջ ինալով չլա որ գործընծնեն իրենց հավատքը։ Մեր այսօրվան հավաքական ընթերցանության համար ընդրած եմ 125-րդ Սաղմոսը։ Այս Սաղմոսը սիրելներ գխոսի թե ինչպես Աստված կպաշտպանե իրեն պատկանողները, իրենինները։ Եվ նայեցեք ինչ գեղեցիկ բառ է, որ մենք Աստուծո կպատկանենք, իրենն ենք։ Ինչպես որ երեխան գսե որ իմ բաբաս է, իմ մայրիկս է, իմ հայրիկս է, եւ ինչպես որ մայրիկս է իմ զավակս է, եւ որ մեկը հարցնե ասիկա որու երեխան է, ամիջապես մայրիկս է, իմ երեխաս է, իրեն կպատկանի, այդպես ալ մենք սիրելիներ Աստուծո կպատկանի, մենք իրենիններն ենք, Աստուծո ընտանիքի անդամներն ենք։ Եկեք միասին ընթերցենք այս գարչ, բայց շատ խորունկ Սաղմոսը, 125-րդ Սաղմոս։ Դիրոջ աբավինողը Սիոն լերան պես անսասան է եւ հավեդ անշարժելի։ Ինչպես Երուսաղեմը շրջապատված է լերներով, այնպես դերը բարիսպի պես իր ժողովուրդը կշրջապատե այժմեն մինչև հավիտյան։ Անիգա թույլ պիտի չտա, որ ամփարիչներ շարունակ իշխեն արդարներուն վիճակված երկրի վրա, որբեսի արդարները չփորձվին իրենք եւս անիրավություն կործելու։ Դերը փարիկ կնե փարիներուն եւ սրդով ուղիղներուն, իսկ անոնք որոնք անհավատարմությամբ կմոլորին, դերը զանոնք պիտի արդակսե անօրենություն կործողներուն հետ միասին։ Խաղաղություն Աստուծո ժողովրդին։ Ամեն։ Տեսակ սիրելներ վերջին համարի մեջ ինչ կսեր, անոնք որոնք անհավատարմությամբ կմոլորին, ինչ կնշանակե մոլորիլ, շեղիլ, սայտակիլ, քայտագիլ, ինալ, այսինքն լքել հավատքը եւ անօրեններու գոմը անցնել։ Դժբախտաբար որքան մարդիկ եղան սիրելներ, որոնք բամության ընթացքին լքեցին Քրիստոսի գոմը եւ անցան մյուս գոմը։ Հիշեցեք Հութան սիրելներ ինչ բագաս քուրքուրանք ըստացավ Քրիստոսեն, քան մյուս իր ընկերները։ Ոյմիկ բագաս մստացավ Հութան, մյուս ընկերները, մյուս արաքյալներեն, ընդհակառակը Հութային դերը նույնիսկ խմբագին մեջ ամենեն բադասխանադու բաշտոնը հանցնեց։ Կանցանակը, կանցաբան էր Հութան։ Իրենց խումբին եկած նվիրատվությունները իր ցերկն էր։ Եվ ահա սիրելներ, դերը սիրելներ նույնիսկ առաջին բադարը որու տվավ, Հութային տվավ։ Եվ գիտեք, առաջին բադարը դանդերերը գուդային ամենեն բադվագան սեղանագիցին, ամենեն բադվագանին։ Դեսեք դերը սիրելներ որքան մեծ բադի բրավ Հութային, սակայն Հութան մյուսկոմը ինգա, մոլորեցավ։ Անոր համար ըսկուշը լանք Բողոս Արաքյալը սիրելներ շատ կարևոր խոսք ունի առաջին Գորընթացներու նամակին մեջ եւ այդ խոսքը հաջող ինձի կբաղցնե։ Բողոս Արաքյալը գսե որ սիրելներ ով որ ինքզինքը իր խոսքը գարտամ առաջին Գորընթացից ցերկով արցնակրեցեք 10-րդ գլուխ 13-րդ համար։ Ահա թե ինչու ով որ գգարձե թե գանքուն է թող ըզգուշը լավ որ չինա։ Ով որ գսե որ ես չեմ ինար ինձի փամ մնալ չներ գիտեք որպես խոսած գլա Պետրոսի նման եւ որ Հիսուսը սա որ դուք այսօր պիտի լքեք զիս եւ երադակ Պետրոսը որ դեր
Նույնիսկ եթե այս բոլոր ընկերներս քեզ լքեն, ես քեզ չեմ լքեր։ Ոչ միայն չեմ լքեր, այլ նույնիսկ ես պատրաստ եմ իմ կյանքս քեզի համար տալու։ Եվ 10-րդ գլխու մեջ Հովանու ավետարանին սիրելիներ գսե Պետրոսը լավ ուրեմն դեր կյանքս անգամ գզոյեմ քեզի համար, Հիսուսավ կյանքդ պիտի զոհես ինձ համար, լավ կիցիր, որ ակաղաղը չգանչած տուն 3 անգամ պիտի ուրանաս զիս։ 13:38 համար։ Սիրելի քույրեր եղբայրներ, չլավ որ մեր աչքերը այս աշխարհի մարդոց չագերդի մեջ հաջողությանց ուղենք։ Եթե ունիք ձեր մեջը այդպիսի ցկդում, անպայման գարտացեք 37-րդ Սաղմոսը եւ 70-րդ Սաղմոսը, հագարակ թիվերեն 37 եւ 73։ Եվ պիտի տեսնեք սիրելիներ, թե ինչպես Սամոսակիրը գսե, որ չլա որ անօրենին հաջողությունը տեսնելով դուք անօրեն դառնաք, որովհետև անոր արդեն գործանումը հայտնի է։ Եվ այս Սամոսի մեջ լավասի գսե, տեսեք վերջին համարը, անոնք որոնք անհավատարմությամբ գմոլորին, դերը զանոնք պիտի արդակսե անօրենություն գործողներուն հետ միասին։ Ինչ կնշանակի արդակսել, դուրս տնել, ինչպես որ Ադամ Եվային թրավ։ Եթե սիրելիներ Աստված իր առաջին ստեղծած մարդուն դուրս տրավ, որ ամենեն սիրելին էր իր, անոր մոլորի դուրս պիտի տրվի Աստուծո ընտանիքեն։ Եկեք միասին երգենք մեր առաջին երգը այսօրվան։ Դիրոջ սերը Հավիդյան է սերն անոր։ Երգենք Հալելույա, ալելույա, 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 հրճագենք անունը մեր Տիրոջ, Հավիդյան է սերն անոր, միացայն ավետենք աշխարհին, Հավիդյան է սերն անոր, ալելույա, 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 Աստված է մեր երկուզորություն, իր մով է մեր փրկություն, իր շնորհքով պիտաբրինք Հավիդյան, հրճագենք իր բարինուն, ալելույա, 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 դրդմությանս մեջ կանչեցի Տիրոջ, Սուրբ հոգվով մխիթարեց, Դեր Հիսուս է վեմնիմ ամրության, զորության և հաղթության, ալելույա, 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 Հիսուս իր խաչով և հարությամբ բացավ թուր մեր փրկության, մտնենք այս նեղտերն արդության, հավատքով որ ներկությամբ, ալելույա, 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 ալելույա,
գրբակ ենք դիրոջ օրնությամբ, քոհությամբ և ցնծությամբ, հռչակենք, որ դերը բարի է, Հավիտյան է սերնանոր, Ալելույա, 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 Ալելույա։ Եկեք սիրելիներ հաջորդ երգ երգենք, Օրհնե դերը ով իմանցս, անոր բոլոր բարիքները մի մոռնար։ Սիրելիներ, գիտեք ով գմոլորի, գիտեք ով գմոլորի, չէ, մեզ մե ով գմոլորի, անոր դիրոջ բարիքները գմոռնա, անոր դիրոջ բարիքները իրեն ըրած բարիքները գմոռնա, գմոլորի։ Եվ գիտեք, չէ, մենք մարդիկս միշտ երախտամոռ ենք, միշտ մոռցող ենք, միշտ ուրիշին ըրած բարիքներն ալ գմոռնանք, Աստուծո դված բարիքները գմոռնանք, ուր մնաց ուրիշին դված բարիքները։ Անոր համար Դավիթ Մարգարեն սիրելներ իր անձին հետ կխոսի։ Երբեմն սիրելներ, նայեցեք, ընդհանրապես ով որ դուրսը տեսնեք, որ մինագը կխոսի, COVID-ին կնայես սկսես, որ խեղճը ֆյուզները մեկ այրած է ասմարտում, բամ ունի խեղճը։ Բայց եւ որ առանցինդ ըլաս դանդ մեջ, թուն քեզի հետ խոսիր։ Մեկը չի տեսներ քեզի։ Քո հետ խոսիր, ոչ թե քրխուտ զարգած ծևով։ Չէ, քո անցիդ հիշեցուր, ինչ։ Օրհնե դերը ով իմանցս։ Անոր բոլոր բարիքները մի մոռնար։ Մի մոռնար քեզի ինչեր ըրած է։ Մի մոռնար որ քեզ դժվարություններ հետ հանած է։ Մի մոռնար որ մեղքերդ ներած է։ Մի մոռնար որ երկինքը երկրեն որքան երույ այնքան քո մեղքերդ քեզ մեհերացուց։ Մի մոռնար։ Խոսենք մեր անձին հետ։ Եկեք հաջորդ երգ երգենք եւ ժողովուրդ ջան հետևենք Արմենին, օրգանին հետևենք։ Ոչ թե մեկը գլուխ առած, մյուս գլուխ առած, հետևենք Արմենին։ Պատրաստ 3 4 Օրհնե դերը ով իմանցս, անոր բոլոր բարիքները մի մոռնա։ Օրհնե դերը ով իմանցս, անոր բոլոր բարիքները մի մոռնա։ Օրհնե դերը ով իմանցս, օրհնե դերը ով իմանցս, օրհնե դեր, օրհնե դեր, օրհնե դերը ով իմանցս, օրհնե դերը ով իմանցս, օրհնե դեր, օրհնե դեր, որ գքավե բոլոր անօրենություններ, գպժշկե բոլոր քու հիվանդություններ, եւ գփրկե քու կյանք ապագանութենե, գբսագե քեզ ողորմությամբ, քթությամբ, օրհնե դերը ով իմանցս, օրհնե դերը ով իմանցս, անոր բոլոր բարիքները մի մոռնար, օրհնե դերը ով իմանցս, անոր բոլոր բարիքները մի մոռնար, օրհնե դերը ով իմանցս, օրհնե դերը ով իմանցս, օրհնե դեր, օրհնե դեր, օրհնե դերը ով իմանցս, օրհնե դերը ով իմանցս, օրհնե դեր, օրհնե դեր, որ գլեցնե օրերդ առատ փարությամբ, որ գհագեցնե քեզ սուրբ հոգվույն լիությամբ, եւ գմնորոք է զորություն արձևի պես, օրհնե դերն ով իմանցս անդադար, օրհնե դերը ով իմանցս, օրհնե դերը ով իմանցս, անոր բոլոր բարիքները մի մոռնար, օրհնե դեր
անցս անոր բոլոր բարիքները մի մոռնար Օրնեդերը ով իմ անցս օրնեդերը ով իմ անցս օրնեդերը ով իմ անցս օրնեդերը ով իմ անցս օրնեդեր Եվ որ դուն երթակ այսօր դունը մտած ադենը հոգևոր քիշերը մտնեք այս երկով ներս մտեք գլա Եթե հանգարց ձեզի դնեցներս են որ ինչ ունիք օրնեդերը ասեմ որ իմ անցիս հետ կխոսիմ Շատ լավ վերջին երկը այսօրվան սիրելներ երբ գենանք աղոթքի մեր սրդերն ու մտքերը քու գտրե ջնշումներն աշխարհի տուն չնչե սրբացուր մեզ դեր եւ մակրե քու սիրովդ մեր ցանկերն տուն փոխե ով դեր մեր հոգիներ նորոք է ամեն մարդ այս վարյան եւ ամեն դեր միանա մեր խումբին եւ աղոթե անոնք որոնք մեզյալ գեդևին ուղիղ եթերով եւ համացանցով թող մեզի միանան եւ միասին աղոթեն երկենք Երբ գենանք աղոթքի մեր սրտերն ու մտքերը կուգտրե ջնշումներն աշխարհի տուն չնչե սրբացուր մեզ դեր եւ մաքրե քու սիրոտ մեր ցանկերն տուն փոխե ով դեր մեր հոգիներ նորոք է ամեն մարդ այս վարյան եւ ամեն դեր միանա մեր խումբին եւ աղոթե ամեն մարդ այս վարյան եւ ամեն դեր միանա մեր խումբին եւ աղոթե նորեն երբ գենանք աղոթքի մեր սրտերն ու մտքերը կուգտրե ջնշումներ աշխարհի տուն չնչե սրբացուր մեզ դեր եւ մաքրե քու սիրոտ մեր ցանկերն տուն փոխե ով դեր մեր հոգիներ նորոք է ամեն մարդ այս վարյան եւ ամեն դեր միանա մեր խումբին եւ աղոթե ամեն մարդ այս վարյան եւ ամեն դեր միանա մեր խումբին եւ աղոթե Եկեք մենք աղոթենք եւ շնորհակալություն հայտնենք մեր երկնավոր հոր եւ ասենք Փառք քեզ Աստված փառք քեզ Հաղաքս ամենայնի դեր փառք քեզ Այս աղոթքը սորվեցակ չէ ամեն օր այս գաբի դսեք Թուրս ելած ադենը դունեն անգողինի մեջ հիվանդ եղած ադեն առողջ եղած ադենը ամեն ինչի համար դիրոջ մի դսենք փառք քեզի ամեն Սիրելիներ նաև ուրախությամբ գուզեմ հայտնել որ Արդեն մեուգես ամիս առաջ սկսված երդասարտներու խումբ ըսից էզի արդեն, որ երդասարտներու խումբը սկսած եմ 17-են, 16-17-են, մինչև 30 տարեկան դղակ աղջիկներ, արդեն մեուգես ամսվա մեջ ասեմ, որ շուրջ 120 երդասարտներ արձնակրված են, և փառք Աստծո, Եվ իրենց խնդրանքով էր, որ ամեն չորեքշաբթի վերը սկսած սիրելներ, և հագարական որ ուսանողներ են մեծ մասը սիրելներ, բայց ամեն մեկ սերդողության 50-60 հոգի երդասարտներ գուկան, և զարմանալին, ամենամեծ զարմանալին գիտեք ինչ է, մեծ մասը երդասարտներուն դղակ են։ Եվ ասիկա ուրախություն է, որովհետև
աբակային անոնք ընտանիքի հայրը պիտի լան։ Եվ ընտանիքի հայրը գլուխն է, եւ ընտանիքի հայրը եթե հավատացյալ է, իր ընտանիքը գարաչնորդ է թեպի հավատքի։ Աղոթեցեք, որ սիրելներ, այո, ավելի շատանան, այո, աղոթեցեք, բայց նաև ձեր զավակները, ձեր թորները ուղարկեցեք, որբեսի Աստուծո երկյուղով դաստիարակվին եւ իսկապես այնպիսի երդասարտներ պատրաստենք Աստուծո ողորմությամբ աղոթեցեք նաև մեղավորի համարալ սիրելներ թող Սուրբ Հոգին միշտ առաջնորդե որբեսի կարողանամ ճշմարտությունը երդասարտերուն փոխանցել մեր ճշմարիտ ուղղափառ առաքելական հավատքը դասավանդել մեր զավակներուն որբես իրենք ալ եւ եկեղեցիներուն մեր ծառայությունն եւ ընտանիքներ գազմեն սրբությամբ եւ նաև սիրելներ հավատքով Աստուծո օրհնյալ զավակները լան ու երկրի մեջ աղը լան մարդկության մեջ իրեն շրջապատին մեջ Ամեն Դարիներ առաջ սիրելներ երդասարտական խումբ ունեի դարբեր խմբակներ ունեի եւ մոտավորապես 5-600 երդասարտներ էին այդ ժամանակ դժբախտաբար չանթուրժեցին ղեկավարներ եւ ամեն ինչ կանտեցին բայց աղոթեցեք որ ինչպես այսօրվան 125-րդ Սամոսը գարտացինք բարիս լադերը մեզի որբեսի ովև մեկ չար ուժ չկարողանա այս երդասարտները ծրել Եվ հիմա որ առանցին է որ իրենց հետ կաշխատիմ եւ ուրախությամբ ընտանիք մմեզի իրենց ուրեմն սենյակ մտված են որբեսի կարողանանք օֆիսի սենյակ որ հոն անել հետեւաբար գավադան որ Աստված այսպես արմատի պես ինչպես որ չերևիր ցամվածը բայց արմատ կնեդե հողի մեջ եւ վերջը մեկ անգամեն գծաղգի թող արմատն դեն վերջը ծաղգին եւ դարածվին մեր եկեղեցիներու մեջ մեր թբիրներ դառնան սարգսակներ դառնան եւ Աստուծո ծառայեն Բարի եկածեք բոլորդ սիրելներ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով եւ ժպիտով ողջունեմ ձեզ բոլորդ բոլոր անոնք որոնք մշտապես ներկա են սուրբ Քրոց այս սերդողությանց Ժողովուրդ ջան, եթե դուք 4 տարի համալսարան երթայիք 4 տարվա մեջը վկայական կառնեիք 4 տարի եթե աստվածաբանություն ունեիք աստվածաբանության վկայական կառնեիք Ձեր մեջը մարդիկ կան, որ իմ հետս աճեցան 20 տարի է ինձ հետ գսորվին 20 տարի է դակավին վկայական չեն կարած Գիտեք ինչու սիրելներ որովհետև կսպասենք որ դերը մեզի դա Ոչ ես ցեզի պիտի տամ Ոչ ալ ովև եկը, բայց տեսեք ամեն օր ես եւ դուք կսորվինք եւ որքան սորվինք այնքան գանտրատարանք որ դակավին ոչինչ գիտենք, հա ճիշտ է համաձայն եք եւ ոմանք սիրելներ 15 տարի, ոմանք 10 տարի, ոմանք 2 տարի, ոմանք 1 շաբաթ գապ չունի, միասին է որ գաջինք Հետևաբար բարիքարուստ բոլորիդ, բոլոր անոնք որոնք սիրելներ մշտապես ներկայ են, բոլոր անոնք որոնք այսօր առաջին անգամն է որ մեզ հետ կգտնվին։ Ովքեր կան առաջին անգամ։ Կան այսօր առաջին անգամներ։ Չկան։ Կան բարիքալուստ։ Ինչ է ձեր անունը։ Մարդիկ։ Աստված օրհնե, հավատքի մարդիկ ըլակ, աբրիկ։ Բարիքալուստ եւ նաեւ սիրելներ բոլոր անոնք որոնք վերադարձած են Գերգին անգամ փյուր ողջույն եւ փյուր ողջույն համացանցով հետևողներուն եւ կամ ուղիղ եթերով անոնք որոնք ուղիղ եթերով գետևին թող նաեւ նշեն որ երկրեն գտիդեն մեզի որովհետեւ ադալ ուրախություն է տեսնել որ աշխարհի զանազան երկիրներեն սիրելներ մարդիկ գտիդեն այս հոգեվոր սերդողությունները սուրբ Քրոց սերդողությունները Շատ լավ մենք կսերդենք հայտնություն Հովանու գիրքը 17-րդ գլուխը ասած ենք 17-րդ գլխու մեջ անոնք որոնք ներկայ էին նախաբես դեսան թե ինչպես հրեշտակը Հովանես Արաքյալ արավ անաբատ տարավ որբեսի ցույց տա անոր թե մեծ բորնիգը այսին Բաբելոնը այսինքն հոգևոր համագարկը որ պիտի ստեղծվի աշխարհի մեջ չար համագարկը որ ները Սատանայի ներկայացուցիչը այս աշխարհի մեջ պիտի ստեղծե գրոնները միացնելով, դարբեր գրոն աշխարհի մեջ բերելով, որբեսի սիրելներ մարդիկ ոչ թե զաստված բաշտեն, այլ սատանան բաշտեն, գրաբաշտ դառնան, զինք բաշտեն, անորամար մեծ բորդի կգոչվի։ Որտեղ արդեն ցեզի բացադրեցի, բորոնգությունը այս բարակային ոչ թե մարմնավոր բորոնգություն է, այլ բորոնգությունը այս բարակային հոգևոր բորոնգությունն է։ Ով որ ճշմարիտ Աստված բաշտութենեն գեհերանա եւ գսկսի ուրիշ Աստվածներ բաշտել,
անիգա սուրբ քրկին բարերով գոչվի բորնիկ, հոգևոր իմաստով բորնիկ, որովհետև բորնիկը այն անձն է, որ գթավաջանե իր զույգը եւ ուրիշին գերտա, ինքզինք ուրիշին գծախե, նույնպես ալ ան որ գերանա աստուծմե, անիգա լա անձ, անիգա լա ընտանիք, անիգա լա հավաքականություն կամ ազգ, անիգա գոչվի բորնիկ։ Հիշեցեք, Հիսուսը սավ Եբրայեցի ժողովրդին, հրյա ժողովրդին չար եւ շնացող ազգ, չար եւ շնացող ազգ գոչեց դերը իր ժամանակ ապրած հրյաներուն, որովհետև գտեսնեք ինչու, որովհետև իրենք սիրելներ չհավատացին Աստուծո ուղարկած որդիին, Մեսիային, որուն գսպասեին, բայց երբ եկավ իրենք չընդունեցին եւ ադորամարալ գոչվեցան չար եւ շնացող ազգ։ Եվ դերս սիրելիներ այսօրալ երբ տեսնե որ իսկապես մարդիկ հավաքականություններ, ընտանիքներ, ազգեր գշնանան, այսինքն ուրիշ աստվածներ կբաշխեն, անիգա ահավոր մեղք պիտելա։ Եվ սիրտս առավելապար գծավի սիրելներ մեր հայրենիքին համար գիտեք երբ, ոչ թե որ այս նեղությունները ունենք, այս նեղություններն առաջ Աստված կանցնենք, այլ երբ որ դժբախտաբար արևմտյան փառքերը, արևմտյան բղծությունները եւ այս վերջին շրջանին հայրենիքի մեջ սատանայաբաշտ երկիչներ հրավիրվեցան, որբեսի հայրենիքի մեջ երկեն, եւ այդ սատանայաբաշտ երկիչներ, այդ աշխարհահռչակ երկիչները, որ աշխարհային երկիչներ էին, որոնց համերգներու ընթացքին դասնյակ հազարավոր հայեր երդասարտներ կացի մասնակցեցան, անիգա սիրելիներ, որքան ալ դիտվի, մեր ժողովուրդը այսքան դանչվեցավ, թող ուրախանա, ադիգա ուրախություն չէ, անիգա հոգևոր շնություն է, հոգևոր բորոնգություն է, անիգա Աստուծո թե մեղք է, եւ ամեն մեկ մեղք հետևանք ունի, ամեն մեկ մեղք դժբախտաբար սիրելիներ բադիժ ունի, դերը գսե, ես մինչև երրորդ ազգը գանիձեմ, այսինքն բադիժը գգրե, բայց սիրելներ այդ մեղքին թիմաց մենք հավատացյալներս, եւ եթե Աստված սիրելներ թեր մեր ազգը գխնայե, ուրեմն թեր մեր ազգի մեջ ինչ կան, հավատացյալներ կան։ Հիշեցեք Եղիա մարգարեն թշկոյցավ Աստուծոսա, որ ես մինագս մնացի սավ, ես մինագս մնացի, ուրիշ մեկը չմնաց Աստվածաբաշտ երկրի վրա, եւ Աստվածը սա որ ես ինձի համար դակավին 7000 հոգի բահած եմ, դերը բահած էր իրեն համար, եւ անոր համար սիրելներ Աստված շարունակեց իր պատմությունը, իր ծրագիրները իրականացնել հրյա ժողովրդի մեջ են։ Այսօր ալ սիրելներ, եթե մեր ազգը հագարակ այս բոլոր տեսակի բղծություններուն, եթե դակավին կբահվի, ուրեմն Աստված իր հավատացյալներուն աղոթները կլսե։ Եվ եղբայրներ եւ քույրեր, այդ հավատացյալներու խումբի մեջ Աստված նաեւ մեզ ալ նկատի թողարն է, մեր աղոթներն ալ նկատի թողարն է, անոր համար իսկապես աղոթեք մեր հայրենիքին համար, մեր ընտանիքներուն համար, մարդկության համար եւ մեր անձերու փրկության համար։ Շատ լավ, ուրեմն դեսավ Հովանես Արաքյալը, թե ինչպես այս մեծ բորնիկը Քազանին, Գարմիր Քազանին վրա նստած էր, Գարմիր Քազան ուներ 7 գլուխ, եւ դեսավ որ այս բորնիկը իր ցերքի մեջ ուներ բաժակը ոսկի է, ինքնալ հակած էր ձիրանի, գարմիր, ոսկիներ, քոհարներ, մարգարիտներ եւ այլն, եւ այդ բաժակին մեջը Աստուծո ընտրյալներուն եւ Քրիստոսի հավատացողներուն արյունը գար։ Եվ զարմացավ Հովանես Արաքյալ ու հրեշտակը իրեն ասավ ինչու կզարմանաս, որովհետև հրեշտակը սկսավ բացատրել իրեն եւ ասել, որ Քազան այս տեսար գաբրեր, բայց այլևս չաբրիր, անիգա անտունտեմ պիտի ելե իր գորուստին երթալու համար։ Ուրեմն այս Քազանը չէ, պիտի։ Եվ բացատրեցի արդեն ցեզի այս մասին թե ինչու համար գսե, որովհետև հոգևոր իմաստով միան վերհիշեցնեմ, Քազանը ով էր այս բարակային Սատանան, որ գաբրեր Հիսուսի աշխարհ կալուստեն առաջ գաբրեր այն իմաստով որ բոլոր արդարներուն, բոլոր մարդոց հոգիները որուն ցերկներ,
Սատանային։ Սիրելի քույրեր, եղբայրներ, փագակիցի մեջ կփանան, որովհետեւ ավելի ցեզի օրինակներով արծույց տամ։ Գսվի որ Ղազարոսը, Հիսուսի բարեկամ Ղազարոսը 4 օրվա մեռած էր, չէ՞ Հիսուս զինքեվոր հարուցանեց։ Եկեղեցու հայրերը գսեն որ, որովհետեւ ուրեմն քրությունը գա, որ գոչվի Ղազարոսի հայտնությունը դեսիլքը ներողություն, Ղազարոսի դեսիլ կանոնով, այնտեղ կբատնվի որ Ղազարոսը ինքը կբատմե, որ ցանկի մեջ երբեք չխնդաց իր հարություն առնել է վերջ։ Մտածել եք ինչու։ Որովհետև Ղազարոսը երբ որ 4 օրվա մեռած էր, անոր հոգին ով արավ։ Սատանան։ Ինչ տեսավ ինքը Ղազարոսը։ Դժոխքը տեսավ։ Թրախտը չտեսավ։ Որովհետև դակավին Հիսուս չէր մեռած, դժոխ չէր կացած, չէր խորտակած, թրախտի դուրը չէր բացած։ Ադորամար սարսափած էր Ղազարոսը։ Անորամար երբեք չխնդաց կյանքի մեջ։ Մտածենք այս մասին։ Բայց սիրելիներ, ուրեմն սատանային ցերկին դակներ հոգիները, բայց երբ որ Քրիստոս եկավ, խաչին վրա իր մահով եւ հարությամբ, սատանան ինչ եղավ։ Անհետացավ, այսինքն դգարացավ, թույլցավ, անորամար։ Չէ, հիմա սատանային չէի ժամանակն է, մինչև որ ինչը լա, բիդի դարձյալ կա, այսինքն դարձյալ բիդի զորանա, եւ սակայն նայեցեք ինչ ասավ, անտունտեն բիդի ելե իր գորուստին երտալու համար։ Մեր հույսը ինչ է, մեր ուրախությունը ինչ է, սատանան որքանալ զորանա, վերջո անոր գորուստը ինչ եղած է, Աստուծո գոմեն որոշված է։ Ստագ է, շատ բարի։ Եվ սիրելիներ, անոր հետ նաև պիտի երթան բոլոր անոնք, որոնց անունները կյանքի քիրքի մեջ արցնակրված չեն։ Հիմա պիտի սերդենք այսօր 9, 10 եւ 11 համարները։ Եկեք անցնենք 9-րդ համարի սերդողության։ Հոս է ահա, որ իմաստություն ունեցող միտք պետք է։ 7 գլուխները, 7 լերներն են, որոնց վրա գինը նստած է։ Անոնք միաժամանակ 7 թագավորներ են։ Սիրելի քույրեր եղբայրներ, նախ առաջին նախատասությունը։ Հոս է ահա, որ իմաստություն ունեցող միտք պետք է։ Այս բառը իմաստություն ունեցող միտք, այս ուրեմն նախատասությունը մենք մեկ անգամ նաև տեսանք, երբ որ 10-րդ գլուխը գսերդեինք, 18-րդ համարը։ Այնտեղ ինչ ասավ Հովհաննես Սարաքյալը, սա որ հոս է ահա իմաստությունը, ով որ խելացի է, թող կումարի քազանին անունին թիվերը, որ մարդումը անունին թիվերուն կումարն է։ Հիմա նույն ցևով այստեղ գսե իմաստություն ունեցող մարդը ունեցող միտք պետք է, որբեսի այս բոլորը հասկանա։ Եվ որովհետև սիրելիներ շատ մեկնաբանություններ կան եւ եկեղեցու հայրերուն եւ նաեւ Սուրբ Քրոց ուրեմն գիտնականներուն կողմէ խոստովանենք որ ամենքսալ այդ խորունկ իմաստության բագաս ունենք դեր։ Խորունկ իմաստության։ Այո, քիչերում միայն դրված է սիրելիներ այդ խորունկ իմաստությունը։ Եվ գիտեք ինչու համար քիչերուն գսեմ, որովհետև այդ իմաստության հասնելու համար քախնի ջամփաներ չկան։ Սրբագենցաղ կյանք կա։ Որքան սիրելիներ սրբությամբ ապրինք, գսկսենք հաղորդ դառնալ Աստուծո ինչին, Աստուծո միտքին։ Հիշեցեք, Աստված Սուրբ Գիրքի մեջ գսե, Աստված ասավ, միթե ես իմ հավատարիմ ծառայես Մովսեսեն պիտի բահեմ իմ ծրագիրս։ Աստված բահեց իր ծրագիրը ժողովուրդեն, բայց Աստված Մովսեսեն չբահեց, այլ հայտնեց անոր։ Ինչու, որովհետև Մովսես սրբացավ, Աբրահամ սրբացավ։ Ահա սիրելիներ, որքան սրբության հասնենք, այնքան ավելի ինչ կունենանք, իմաստություն։ Ով տվավ Սողոմոնին իմաստությունը, Աստված։ Երկու տեսակ իմաստություն կա ժողովուրդ ջան։ Մեկը դգա երկրավոր իմաստությունը, մեկը դգա հոգևոր իմաստությունը։ Երբեմն մարդիկ կտեսնենք հավատք չունին, բայց իմաստուն խոսքեր գսեն։ Երբեմն ինտերնետի մեջ իմաստուն խոսքեր կգարտանք։ Եվ նույնիսկ իմաստուն սիրելներ շարահյուսություններ կան, շարատրություններ կան, որոնք եւ որ գարտած կսես
Ինչ իմաստուն է այս մարդը, ինչ խելացի խոսքեր ասած է։ Բայց շատ ալ մի հիանակ։ Ադիգա մարդկային իմաստություն է։ Այո, շատ սկանչելի է, բայց մարդկային իմաստություն է։ Մարդկային իմաստությունը ովևէ մեկ ցևով մեզ Աստուծո իմաստության հաղորդ չի դարձներ։ Եվ ոչ ալ իմաստությունը մեզ կփրկե։ Բայց Սուրբ Գիրքին դված իմաստությունը, Սուրբ Գիրքին դված իմաստությունը սիրելիներ վերացական հղացքը չէ։ Սուրբ Գիրքին դված իմաստությունը օրինակ եւ որ գարտակ Արագած գիրքը իմաստությունը ինչ կնե գխոսի չէ իմաստությունը գխոսի ուրեմն իմաստությունը անց է բայց ով է այդ իմաստությունը 5 դագարանի մեջ ծածկված էր նոր դագարանի մեջ սիրելիներ հայտնվեցավ այդ իմաստությունը Հիսուս Քրիստոսն է Աստուծո որդին անոր համար Սուրբ Ներսես Շնորհալի Հայրաբեդը հավատով խոստովանիմ աղոթք եւ որ գրեց եւ մենք ամեն սերդողության սկիզբը գսենք իր աղոթքին մեջ է մեկ դուն իմաստություն հոր Հիսուս դուր ինձ իմաստություն նայեցեք ինչ գսենք ով հորը իմաստությունը Հիսուս հասկանալի է եւ որ գսենք իմաստություն հոր Հիսուս այսինքն ով թուն որ հորը իմաստությունն ես դուր ինձ իմաստություն հստակ է ուրեմն մերը սիրելներ հոգևոր իմաստությունը քիրկերեն չի կա հոգևոր իմաստությունը աշխարհի իմաստությունեն դարբեր է հոգևոր իմաստությունը սիրելներ դպավորությունը ստեղծելու համար չէ ուրիշին վրա այլ հոգևոր իմաստությունը որպես գխնդրես որպեսի թուն ինչ ստանաս իմաստությունը ստանաս եւ ինչն ես ապրիս կյանքդ համաձայն Աստուծո գամքին շատ հետաքրքրական է սիրելներ Սուրբ Գիրքի մեջը հետեւյալ խոսքը կա եւ առաքյալը սիրելներ մեզի գոչ կուղե որբեսի մենք կարողանանք իմաստությամբ ընթանալ գսե որ ով որ իմաստություն չունի թող իմաստություն խնդրե եւ որ մե պիտի խնդրե իմաստությունը Աստուծմե որովհետեւ Աստված ինքն է որ այդ իմաստությունը գուդա մարդուն պիտի խնդրես որ Աստված այդ իմաստությունը դա եթե չխնդրես սիրելներ Աստված այդ իմաստությունը չի դար սիրելի եղբայրներ եւ քույրեր խնդրենք Աստուծմե իմաստություն որովհետեւ մենք կարողանանք այս բոլորը հասկանալ Եվ վերջին պամնալ ասեմ այս նախատասության վերապերյալ, դեսեք, որքան այս թեպքերը հայտնություն հովանու կրքի մեջ արցնակրված այս թեպքերը դագաբին չեն իրականացած ամբողջականորեն, այսին չէ հասած ժամանակը, մենք շատ բաներ դագաբին չենք գիտեր, բայց երբ որ սիրելիներ այս թեպքերու ժամանակը հասնի եւ սկսին գդարվիլ, Աստուծո հոգին հավատացյալներուն ինչ պիտի դա իմաստություն, որբեսի հասկանան, որ այս բոլորը, որ գբադային, որտև Սուրբ Գիրքը գսե։ 11-րդ գլխու մեջ ալ Մատթեոսի ավետարանի մեջ Հիսուս ինչ ասավ 25-26 համարներու մեջ շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Հայր, որ այս աշխարհի իմաստուններեն ծածկեցիր եւ հայտնեցիր որոնց բարձ մարդոց։ Թուն այդպես ուզեցիր ով Հայր։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ցեզի խոնարհապար գսեմ, դու գալ խոնար մնացեք։ Ձեր ունեցած հոգևոր իմաստությունը Աստուծո աչքին ավելի բարձր է, քան համալսարաններ կացած գիտություն ունեցող մարդոց մե։ Հավատացեք։ Ես միշտ ասած եմ ցեզի եւ միշտ պիտի գրտեմ թող լույս իջնե բոլոր այն դադիգներուն, այն մամիկներուն վրա, որոնք սիրելեր իմ հոգիս վրա աստած են, եւ որ ես երեխա մանուկ էի, 6 տարեկան երեխա, եկեղեցի երթայի, շաբիկ կակվեի, գտեսնեի այդ բարձ մայրիկները, հայրիկները եւ այդ ժամանակ իմ ժամանակս գիները առանցին գնստեին, դղամարդիկ առանցին, ձունգի, ամբողջ բادرակի ընթացքին ձունգի, ցերկերնին բարձր, աչքերնին կոծած, իրենց փերանը միան գշարժեր, ճիշտ Աննային պես 5 դագարանի ուրեմն Սամուել Մարկարեի մորը պես եւ այդ մայրիկները սիրելներ հավատքով շատեր որ ոչ ուսում ունեին ոչ բան միայն այփենքի մը սորված էին ինչի համար
որբեսի Աստվածաշունչը ընթերցեն։ Եվ զարմանալի էր, մայրիկ մը գիտեի սիրելներ, լույս իջներոքին, Աստվածաշունչեն զատ ուրիշ բան չէր գիտեր գարտալ։ Աստվածաշունչը գրնար գարտալ։ Իրեն հայերենով ուրիշ բան թերթ մը դայր որ գարտալ, չէր գիտեր։ Ինքը ոչ դբրոց կացած էր ոչ բան, ինքնուս էր միան Աստվածաշունչ եւ բատմած է, Աստվածաշունչ ընթերցելու համար Աստուծմե խնդրած է որ իրեն սորվեցնե ինչպես գարտալ, բայց ուրիշ քիրք չէր գրնար գարտալ։ Հրաշք չէ։ Աստված սիրելներ իմաստություն գուտա անոնց, որոնք կխնդրեն։ Շատ բարի։ Շատ հաճախ սիրելներ Հովանես Արաքյալ եւ որ այս քիրքի մեջ խորհրդանիշներ կգործած է, այդ խորհրդանիշները մեկ ավելի իմաստներ ունի, նույն խորհրդանիշը։ Օրինակ, 8-րդ համարի մեջ եւ որ մենք տեսանք Քազանի մասին, որ գսվեր, անցյալ շաբաթ սերդեցին, գսե, որ եւ չէ եւ դարձյալ բիդիկա, ուրեմն ըսի որ ցեզի խորհրդանիշ է այս Քազանը, որու անցյալին Հռոմին Ներոն գայստրին, Սադանային եւ Քազանին։ Գտեսնեք նույն անունն է, բայց տարբեր խորհրդանիշներ կան անոր մեջը հավաքված։ Նույնպես այս համարի մեջը, եւ որ գխոսվի 7 գլուխներու մասին, 7 գլուխները սիրելներ կարելի հասկանալ 7 փլուրները, որտեղ այստեղ գսե արդեն ինքը, եւ նաեւ կարելի հասկանալ 7 թագավորներ։ Գտեսնեք մեկ խորհրդանիշի մեջ երկու իմաստներ։ Անոր համար հաջող շատ դժվար է հայտնություն Հովանու քիրքը բացատրելը սիրելներ, մանավանդ 9-11 համարները, որ այսօր պիտի սերդենք, զարմանալի ուրեմն բացատրություններ կան, որոնք մեր ուղեղը հաջող դժվար է որ ամբողջությամբ հասկանան։ Եթե չհասկանակն է, Կովինիտ միսեր որ հասկացար, որտեղ գրնալալ թունա հասկացած չլաս, Կովինիտ հասկացած չլա, բայց ամոթով որբեսի չմնա քեզի, ասե որ հա հասկացա, թունա քեզի արցնե թունա հասկացա, թունա ասես հա հասկացա, բայց չես հասկացած, թունա չես հասկացած, Կովինիտ չի հասկացած։ Բնական բան է ասիգա, ասեմ սիրելներ, ցեզի մխիտարեմ, բայց որքան սերդենք սիրելներ, անոր համար գուզեմ որ ամեն օր սերդեք Սուրբ Գիրքը, հավատացեք ժողովուրդ ջան, ձեր խելքը չեք թրցներ։ Ադիգա հին խոսքերներ, որ գսեին շատ Սուրբ Գիրքը մի գարտալ, խելքդ կթրցնես։ Որքան Սուրբ Գիրքը գարտամ սիրելներ, խելքիս մեջը խելքս ավելի կփածվի։ Խելքի մարզանքս ավելի կլա, որ ավելի լավ հասկանամ ասող խոսքը, մանավանդ երբ որ աղոթքով կխնդրես, որ Սուրբ Հոգի միտքդ ավելի բանա։ Շատ լավ, սկսեմ սերդել։ 7 գլուխները 7 լերներն են, որոնց վրա գինը նստած է։ Հիմա որ լերներու մասին է խոսքը։ Եվ ինչ լերներու մասին է խոսքը։ Ոմանք սիրելիներ գուզեն բատմական եւ աշխարհակրական բացատրությունը տեսնել ասոր մեջ եւ ասել որ այս խոսքը գբերապերի Հռոմ քաղաքին, որովհետեւ Հռոմ քաղաքը մինչեւ այսօր, անցյալը մինչեւ այսօր բազմած է կամ գառուցած է, հաստատված է 7 փլուրներու վրա։ Եվ 7 փլուրներուն անունները բարձրապես որբեսի իմանաք, սիրելիներ, հետևյալներն են, լատիներենով է կամ իտալերենով ասեմ, հետևյալներն են Palatino, Aventino, Campidoglio, Quirinale, Viminale, Esquilino եւ Celio։ Այս փլուրները սիրելներ Հռոմի շուրջն են եւ Հռոմ քաղաքը անոնց վրա է, ադորամար Հռոմ քաղաքը հին ժամանակեն գոչված է 7 փլուրներու քաղաք կամ 7-փլուր Հռոմ, այսպես գոչված է հին ժամանակներեն։ Եվ չմոռնաք, որ անցյալեն Հովանես Արաքյալի ժամանակ, քանի որ Հռոմի գայստրությունն էր եւ Հռոմի գայսերն էին, որ խիստ հալածանք սկսած էին քրիստոնյաներու նկատմամբ, մանավանդ Ներոն գայսրը եւ վերջը անգևերջը Թեմեդրիանոս գայսը, որուն օրով Հովանես Արաքյալ ակսորվեցավ Բատմոս կղզին Հունաստանի, հետո Հռոմը գնկատվեր աշխարհի չարության
վայրը, մայրը, ինչու, որովհետև այնտեղը սիրելիներ ամեն տեսակ բղծություն կար, վաճառականական կետրոն, բորոնգական կետրոն, շաստվածներու կետրոն, գայսրի պաշտամունք, ամեն տեսակ բղծություն եւ իրականության մեջ այսօր սիրելիներ այն քաղաքները, որոնք մեծ կարևորություն կներկայացնեն վաճառականության, բիզնեսի, ինչքանամ դնդեսության, զանազան բաներու, արևդրական այս բոլոր քաղաքները դժբախտաբար լեցուն են ինչերով, չարությամբ եւ մեղքերով, դժբախտաբար։ Եվ Հովանես Արաքյալ սիրելիներ այս քաղաքը գնկատե մեղքի քաղաք, որովհետև Հռոմը իսկապես որ չարության քաղաք եղավ, որովհետև խիստ հալածանքը սկսան քրիստոնյաներուն ամեղ քրիստոնյաներու նկատմամբ եւ որքան քրիստոնյաներ նահատակվեցան։ Բայց նորեն կգրտեմ, այստեղ Հովանես Արաքյալին խոսքը աշխարհակրական կամ պատմական չէ միայն, որովհետև եթե միայն աշխարհակրականը լար եւ ասեր որ 7 գլուխները 7 լեռներն են, որոնց վրա գնստի բորնիկինը եւ հասկանային Հռոմը, այդ ժամանակ ինչ կարիք կար իմաստության։ Ամեն մարդ պիտի հասկանար որ Հռոմ քաղաքի մասին է, բայց այստեղ Արաքյալը գսե հոս է ահա, որ իմաստություն ունեցող միտք պետք է։ Ուրեմն կնշանակե որ աշխարհակրական եւ պատմական բացատրությունեն անտին փամգա ասոր մեջ։ Եվ սիրելիներ, դեսեք, կնշանակե թե ըսվածի մեջ խորունկ նշանակություն եւ խորտավոր իմաստ մգա։ Քազանին 7 գլուխները ոչ միայն 7 փլուրներ գխորտանշեն, այստեղ գսե Արաքյալը, այս շարունակությունն այցեք, անոնք գսե միաժամանակ ինչ են 7 թագավորներ են։ Հիմա այստեղ ալ հանելու գային է, որ 7 թագավորներու մասին է։ Ասեմ որ ռոմեական գայսրությունը ստեղծող եղավ Օգոստոս գայսրը, Հուլիոս Կեսարը եւ որ մահացավ, Հուլիոս Կեսարը ինքը դիրակալ էր։ Եվ որ մահացավ Օգոստոս գայսրը սիրելներ ինք ռոմեական գայսրությունը ստեղծեց։ Եվ հետևյալ գայսրերը ետև եկան Օգոստոս գայսրը, Դիպերիոս գայսրը, Գալիկուլա գայսրը, Գլավդիոսը, Ներոն գայսրը, Գալբան, Վիտելիոսը, Օտոն Վիտելիոսը, Վեսպեսիանոսը, Դիդոսը եւ Թոմեդիանոսը։ Հիմա այս կանոմիան գամփոփվին, որովհետև գայսրերը շարունակվեցան մինչև Կոստանտիանոս եւ Կոստանտիանոսը դարձավ առաջին գայսրը, որ քրիստոնյա դարձավ։ Այսքանը գսեմ ինչու, որովհետև իրականության մեջ սիրելիներ պիտի տեսնենք հաջորդ համարի մեջ մանավանդ, որ գխոսվի 7-րդ եւ 8-րդ թագավորներու մասին, ինչ խորունկ բացատրություններ կան ասոնց մեջ։ Հոգևոր հայրս Սարեսրբազան հետևյալ գսե. Այս գիրքին պատկամը անցյալ իրականությունը չէ միայն։ 7 լեռները, որոնց վրա նստած է բորնիկինը, գխորտանշեն աբակա դերությանց եւ անոնց ենթակա ժողովուրդներուն անհավատարմությունը Աստուծո հանդեպ։ Այսինքն սիրելիներ, ինչպես որ ցեզի բացատրեցի, որ բորնիկ գինը ագնարգություն է բոլոր ժամանակներու եւ բոլոր քաղաքներուն, որոնք Աստուծմե հերացած քաղաքներ են եւ դժբախտաբար սիրելիներ մեղքով աբագանյալ քաղաքներ են, փարասիրությամբ, ինչքանամ վաճառականությամբ քորոզացած քաղաքներ են, որոնք միշտ ալ հագատրված են Աստուծո, այնպես ալ սիրելիներ այստեղը հիշվող այս 7 թագավորները բարձաբես Հռոմի վրա իշխող 7 գայսրեր չեն, այլ աբակա բոլոր այն դերություններն են, այն դերություններու խորհրդանիշներն են, որոնք պիտի միանան ներին եւ սիրելներ Աստուծո եւ Աստուծո ժողովրդին թեմ պիտի ելեն։ Աստուծո ժողովրդին թեմ պիտի ելեն, ինչու այստեղ թագավոր կգոչվին, թագավորները որտեղ գլուխներն են, ժողովրդին գլուխներն են, եւ ինչ որ իրենք որոշեն, այդպես ալ ժողովուրդները պիտի ելան։ Եվ հիշեցեք 7-ն Սուրբ Գիրքի մեջ խորհրդանիշ է ինչի, գադարերության, ասկա միշտ հիշեցեք։ Հետևաբար երբ որ գսվի 7 թագավորներ, կնշանակե որ ժամանակ պիտի կա սիրելներ, որ աշխարհը գադարելաբես հագա
աստվածային պիտի դառնա։ Աշխարհը սիրելիներ, ինչ որ, նայեցեք այսօրվան երկիրներու օրենքները, փարոյական օրենքները հիմնված են իրականության մեջ որու վրա, Աստվածաշունչի վրա։ Աստվածաշունչեն արած են փարոյական օրենքները, բայց Աստված հերու բահած են իրենց կյանքեն երկիրները։ Բայց եւ որ ները կա, ինչ որ փարոյական օրենքներ են, ինչ պիտի լան, պիտի վերանան եւ պիտի ստեղծվի սիրելներ հագ Աստվածյան, այնպիսի անփարո այսպիսի համագարկը, որ ուղղակի սիրելներ ինչպես որ անցյալին էր, հետանոսություններ եւ գրաբաշխություններ եւ քրիստոնյաները քանի որ չէին ճաշտել գայստը գսպաննվեին, այդպես մի լասիլներ ները պիտի կա եւ իր գնիկը պիտի դա իրեն հետևորդներուն, անոնք որոնք ները չճաշտեն, պիտի սպաննվին, կամ պիտի չարչարվին, կամ պիտի հալածվին։ Ահա սիրելներ անոր համար 7 թագավորները խորհրդանիշ են չարին այդ ամփոխչական, այդ գադարյալ հագաստվածյան իշխանության, որ պիտի կա եւ աշխարհի վրա սիրելներ ամենեն բիղձ, ամենեն գեղդոտ թագավորությունը պիտի հաստատե։ Ամենեն բիղձ, այսինքն մարդկությունը սիրելներ որքան բիղձ թագավորներ տեսած է, բայց ներին պես աղդոտ բիղձ ամփարո թագավոր թեր երգիրը չտեսած։ Որովհետև անիկա մարմնացում պիտի լա սատանային։ Անիկա սիրելներ սատանային թիվ 1 ծնունդ պիտի լա։ Հիշեցեք, որ ները միշտ պիտի նմանագի որու Հիսուս Քրիստոսին։ Եվ քանի որ Հիսուս Քրիստոս Աստուծո որդին է, ներնալ պիտի ինչ որու որդին լա, սատանայի որդին։ Անոր համար անիկա կգոչվի Հագա Քրիստոս։ Հագա Քրիստոս չի նշանակեր միայն Քրիստոսի հագարագող, այլ նաև կնշանակեր Քրիստոսի դեղը առնող։ Ինքզինք պիտի ինչ հրճագե։ Քրիստոս։ Ինչ կնշանակե Քրիստոս։ Փրկիչ։ Vidեսեմ որ ես կրնամ ցես փրկել։ Հստակ է սիրելներ։ Անցնիմ հաջորդ համարի Սերդողոտյան։ Հիմա ուրիշ հանելուկի դիմաց պիտի գտնենք։ Նայեցեք ինչ կսե։ Այս 7 թագավորներեն 5-ը ինգան։ Մեկը ներգայիս կաբրի, Հովանես Արաքյալն է որ գսե իր ժամանակ կաբրի, այսինքն, իսկ մյուսը դակավին չէ եկած։ Երբ կա, միայն գար ժամանակ մը պիտի իշխե։ Սիրելներ, այնքան դարբեր մեկնաբանություններ կան այս համարներու մասին, ես կփորձած եմ սիրելներ այդ բոլոր համարները բացադրությունները ամփոփել, ցեզի բացադրել, թե ինչեր կբացադրվին, բայց նաև սիրելներ հոգևոր բացադրությունը դա որբեսի դուք կարողանաք այսպես լաբիրինթոսի մեջ չինալ, այլ ավելի հստակ կերպով կարողանաք փորձել հասկանալ։ Հիմա որոնք են այն 7 թագավորներեն 5-ը, որոնք ինգան մեկը գաբրի եւ մյուսը դակավին չէ եկած եւ որքա գար ժամանակ մը պիտի իշխե։ Դարբեր մեկնաբանություններ են սիրելներ, քանի մա առանձնացնեմ եւ բացատրեմ։ Ոմանք եկեղեցվա այրերեն եւ ուրեմն սուկրոց փանասերներ են, ոմանք փորձած են այս 5-ին մեջ, այս 7 թագավորներու մեջ անշուշտ, բայց 5-ը որոնց անուններ այս որ գիշվին 5-ը հռոմի գայսրերը դեսնել սիրելներ, գայսրերու անուններ։ Այսինքն առաջին 5 գայսրերը, որոնք Հովանեսի ժամանակ արդեն մեռած էին։ Եվ 6-րդը, որ գսե ներգայիս կաբրի, այն գայսն էր, որ Հովանեսի ժամանակ կաբրեր, եւ 7-րդը որ չեր եկած պիտի կա գար ժամանակ պիտի դեպե որոնք են ուրեմն այսպես կբացատրեն այդ 5 գայսերը անցած գայսերն են որոնց անունները քիչ առաջ հիշեցի Օգոստոս գայսրը, Դիպերիոս գայսրը, Գալիկուլա գայսրը, Գլավտիոս գայսրը եւ Ներոն գայսրը ասոնք 5-ը մեռած էին գսե 6-րդը որ Գաբրի գսեն որ Վեսպասիանոս գայսրն է Եվ 7-րդը, որ գար ժամանակ պիտի կա, Դիդոս գայսրն է, որովհետև հաջորդ համարի մեջ պիտի տեսնենք 8-րդ գայսրն պիտի կա եւ անոր համար գսեն Թոմեդիանոս գայսրն է։ Սիրելներ, այս բացատրությունը այնքան էլ ընդունելի չէ, որովհետև
իրականության մեջ 3 գայսրեր կան, որոնց անունները զեղչվեցան՝ Գալբայի, Օթոյի եւ Վիտելիոսի։ Հետևաբար ճիշտ բացատրություն չէ այս դրված բացատրությունը, ինչպես որ Սուրբ Գրոց գարկմը ուրեմն գիտնականներ կբացատրեն։ Երկրորդ սխալը այս բացատրության այն է, որ Հովանես Արաքյալի ժամանակ ոչ թե Վեսպասիանոս գայսրն էր Հռոմի գայսրը, այլ Թոմեդիանոս գայսրն էր, որուն ժամանակ էր, որ Հովանես Արաքյալը ակսորվեցավ։ Երկրորդ բացատրություն, հետաքրքրական բացատրություն մնա։ Ոմանք կբացատրեն եւ գսեն, որ այս 7 թագավորներու յետին պետք է տեսնել աշխարհի 7 մեծ թագավորությունները, որոնք անցյալին գոյություն ունեցած էին։ Անոնցմե 5-ը մինչև Հովանես Արաքյալի ժամանակ աշխարհի 30 չնչված էին, որոնք էին աշխարհի ամենամեծ 5 թագավորությունները անցյալին։ Եգիպտական թագավորությունը, երկրորդ ասորական թագավորությունը, գայսրությունը, Պապելոնյան գայսրությունը, բարսկական գայսրությունը եւ հունական կամ մագետոնական գայսրությունը, որոնք սիրելիներ մինչև Հովանեսի ժամանակ այս գայսրությունները եղած էին եւ չկային։ 6-րդը, որ Հովանեսի Արաքյալի ժամանակ կար, որ գայսրություններ հռոմեական աբրիկ 6-րդ գայսրությունը, իսկ 7-րդ գայսրությունը, որ դակավին չեր եկած, ոմանք սիրելիներ բապության ընթացքին դարբեր գայսրություններու գվերակրեն։ Ոմանք կսեն ասիգա բյուզանդական գայսրություններ, որ Հովանեսեն վերջ պիտի կար։ Ոմանք կսեն արաբական խալիֆայությունն է, ոմանք կսեն օսմանյան գայսրությունն է, թե ուրիշներ կսեն բաբական իշխանությունն է, մանավանդ փողոքականները կսեն ասիգա։ Ուրիշներ դակավին կսեն սիրելներ, որ ասիգա Հիտլերի բերած նացիզմն է, կամ կոմունիստական իշխանությունն է, դարբեր մեկնաբանություններ գտան։ Սուրբ Հիպողիդոսը սիրելներ անցյալին հետևյալ ձևով բացատրած է, գսե որ այս 5 թագավորները եղած են, որ մինչև Հովանեսի Արաքյալ, Նապուկոդոնոսորը, Գյուրոս Մարացին, Բարսիկներու Թարեհը, Ալեքսանդր Մագեդոնացին եւ անոր հաջորդած 4 թագավորները, մինչև ուրեմն 5 թագավորներ։ 6-րդ թագավորները Հռոմի թագավորներն են, որոնք ապրեին Հովանես Արաքյալի ժամանակ, եւ 7-րդ թագավորը պիտի լա Հագաքրիստոսի թագավորությունը, որ աշխարհ պիտի կա։ Դակավին սիրելներ, ուրիշ բացատրությունը։ Պետրոս arczepiskopos Աղամալյանը 17-րդ դարուն հետևյալ հետաքրքրական ուրիշ բացատրություն տված է։ Գսե որ Գայենեն, ով էր Գայենը? Գայենը Ադամի եւ Եվայի ուրեմն զավակներ, որը սպանեց ով? Ապելը, Աբրիկ։ Ուրեմն Գայենեն մինչև ները, այսինքն առաջին մարտասպանեն մինչև վերջին մարտասպանը, բոլոր ամփարիչ թագավորները, որոնք պիտի հալածեն Քրիստոսի եկեղեցին, 7-ը պիտի լան գսե։ Եվ հետևյալ ձևով կբացատրե։ 5-ը, որ ինգած են, հետևյալներն են գսեն։ Գայենն է եւ հսկաները առաջին տարուն, երկրորդը Նեպրովտն է, որ Բաբելոն քաղաքը շինեց եւ Բաբելոնի աշտարակը շինեց եւ անոր հետ եղող մարտիկն են երկրորդ տարուն Քրիստոսի առաջ։ Երրորդը Փարավոնն է, Եգիպտոսի Փարավոնն է եւ իր նմաններն են երրորդ տարուն։ Չորրորդը գսե Քախտիացիներու թագավորներն են Նապուկոդոնոսորը եւ այլն եւ հաջորդները չորրորդ տարուն։ Հինգերորդը հույներու թագավորներն են Ալեքսանդր Մեծը, Անտիոքոսը եւ այլն։ Այսինքն դա արդեն գործված էին բապության ընթացքին մինչև ուրեմն Հովանես Արաքյալ։ 6-րդը գսե հռոմեական ամփարիչ գայսներն են եւ 7-րդը գսե ներն է, հետաքրքրական բայց ուր են այցեք։ Պետրոս arczepiskopos Աղամալյան գսե ներն է, որուն Գարաբեդը, գիտեք չէ, Հիսուսին Գարաբեդը ով եկավ ճամփան, Հովանեսը, Աբրիկ։ Գսե ներին Գարաբեդը գսե, գիտեք ով է? Մուհամմեդը, որ ճամփա ներին Կալուստին։ Մուհամմեդը բամության մեջ կոչված է ներ, Հագաքրիստոս, որտեղ ինքը սիրելներ իսկապես սատանայի ճամփա է։ Որտեղ Հիսուսը ասավ, ինձ մե վերջ եկողները ինչ պիտի լան։ Սատանա, սուտ պիտի լան։ Եվ վերջինը անպայման, որտեղ Մուհամմեդը Գարաբեդը եղավ գսե,
Չէ, դու չես կարաբեդ եղբայր։ Դու Քրիստոսի հետևորդ ես։ Եվ այս է իմաստությունը սիրելներ, որ առաջին ձայրը եւ վերջին ձայրը, եթե գիտնանք գայեն եւ ներ, այդ ժամանակ սիրելներ գիտենք, որ պատմության ընթացքին շատ մեծ հագա Քրիստոս կամ հագա Աստվածյան թագավորներ եկած են։ Հիմա այս բոլոր բացատրությունները դեպի սիրելներ, բայց ավելի կարևորը մեզի հոգևոր բացատրությունն է։ Ինչ կնշանակի։ Հոգևոր այրը Զարեսրբազան հետևյալը գսե։ Այս 7 թագավորները կներկայացվին իբր Քազանին 7 գլուխները։ Ինչ որ ցույց կտա, թե նույն Քազանին իշխանության տարբեր արտահայտություններն են։ Քազանը իր գործունեությամբ մեկ դեղ չէ, այլ ամենուր։ Եվ հիմա ես կբացատրեմ։ Մեկ խոսքով սիրելներ, դարբեր իշխանություններու մասին չէ որ Հովանես Արաքյալին ցույց կտա կամ կխոսի կբացատրե հրեշտակը, այլ բոլոր անաստված գայսրություններու եւ թագավորներու կամ դիրակալներու մեջ են գործող նույն չար ուժին սատանային մասին, որովհետեւ սիրելներ պատմության ընթացքին որքան գայսրեր ելած են, որքան չար իշխաններ ելած են, եւ պիտի ելեն, եւ կան այսօր, եւ պիտի կան մինչեւ ներին կալուստը, այդ բոլոր աշխարհի չար թագավորություններուն, բեդություններուն, գայսրերուն մեջը ով գա? Սատանան։ Սատանան գա իր զորությամբ։ Եթե աշխարհի մեջ սիրելներ դեսնեք ծեր ապրած ժամանակ, ովևէ մեկ չար իշխան ուրեմն իր մեջ կգործե որու հոգին, սատանայի չար հոգին։ Ասե հստակը։ Եվ սիրելներ, քանի որ 7 խորհրդանիշ է գադարելության, հետևաբար սիրելներ, բոլոր ժամանակներու մեջ գործող չար հոգին, սատանայի հոգին, պիտի ինչը լա, այդ բոլոր աշխարհի չար բեդություններու հոգին պիտի ամփոփվի մեկ հոգիի մեջ եւ այդ մեկ հոգին պիտի լա ով ները, հագա Քրիստոսը։ Եվ նայեցեք պատմության ընթացքին Ջենգիզ Խանը եղած է, ինչքանամ Հիտլերը եղած է, Լենինը եղած է, որքանալ Ներոնը եղած է, Դոմեդիանոս եղած է, ով գուզե թողլա, աշխարհի մեջ որքան չարություն կործած են այս թագավորները, եթե մեկ գշիրքին մեկ նժարին վրա տնենք, այս աշխարհի բոլոր չար թագավորներուն, գայսրերուն, ըրածները գշիրքին մեկ նժարին վրա տնենք, նույն նժարին վրա պիտի տրվի ներին գադարելիք չարությունը։ Ուրեմն գուզեմ որ պատկերացնեք որ որքան աշխարհի վրա սիրելներ վատ օրեր պիտի կան։ Անոր համար Հիսուս ասավ Մատթեոս Ավետարանի 24-րդ գլխու 21-րդ համարի մեջ այնպիսի մեծ նեղության օրեր պիտի կան, որոնց նմանը աշխարհի սկիզբեն մինչև այսօր չէ բադած եւ ոչ ալ պիտի բադայի։ Անոր համար Աստված օգնականը լա։ Աստված օգնականը լա սիրելներ այդ ժամանակ ապրողներուն գրնալալ մենք լանք, գրնալալ ծեր զավակները լան, գրնալալ ծեր տորնիկները կամ ձորները լան։ Բայց Աստված հասնի։ Երևակայեցեք աշխարհը որքան վատ, դիրակալ, քազան, վայրենապարո ղեկավարներ տեսած է, անոնց այդ ամենուն ամփոփումը պիտի լա ներին մեջ։ Ամենուն գայենենը սկսյալ մինչև վերջին դիրակալ որ աշխարհի մեջ կա, այդ բոլորին չարությունը հավաքեցեք եւ ների մեջ պիտի լա, մեկ հոգիի մեջ։ Դեսեք ինչ ահավոր ցևով աշխարհը սիրելներ պիտի ղեկավարե այս չար ուժը։ Եվ ասեմ սիրելներ ուրախ լուրը կամ այսպես հուսատրողը անցյալին բոլոր նեղություններուն ժամանակ Քրիստոսի եկեղեցին բարդված է։ Ոչ։ Հիսուս ինչ ասավ Պետրոսին, նույնիսկ թժողքի թռները պիտի չկարողանան խորտակել եկեղեցին։ Հաղթած է եկեղեցին, հաղթական դուրս եղավ, այո, սիրելներ հալածված է, այո, նահատակներ տված է, բայց հաղթական դուրս եկած է։ Այսօր եկեղեցին չի հալածվիր, անպայման։ Այսօր աշխարհի 4 կողմերուն եկեղեցին կհալածվի, եկեղեցի որ գսեմ, չեմ հասկնար շենքը, կհասկնամ ավադացյալները, եւ չեմ հասկնար միայն մեր ազգը, այլ կհասկնամ բոլոր ազգերը, բոլոր քրիստոնյա ազգերը։
Այսօր սիրելիներ աշխարհի դարբեր անկյուններուն քրիստոնյա ազգերը գահալածվին, դարբեր վայրեր Քրիստոսի հետևորդներ գսպաննվին, գճարճարվին, ան երևակայելի չարչարաններով։ Սիրելիներ, շատ լավ, բայց եկեղեցին գանկուն է եւ ների ժամանակ եկեղեցին գանկուն պիտի մնա, որովհետեւ սիրելիներ որքանալ սատանան իր չարության մեջ հարաճանա, ները իր չարության մեջ հարաճանա, բայց անոր հաջողությունը, անոր հարաճացումը ժամանակավոր է, հետևաբար խապուսիկ է։ Քրիստոսի եկեղեցին սիրելիներ գանկում պիտի մնա, որովհետև Հիսուսը ասավ Հովանու ավետարանի 16-րդ գլխու 30-րդ համարի մեջ։ Ահա սկիզբեն ցեզի ըսի ասոնք բոլորը, որբեսի ինձմով խաղաղություն ունենաք։ Աշխարհի վրա նեղություն պիտի ունենաք, բայց քաչալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Եվ առաջին Կորինթացիներուն նամակի 15-րդ գլխու 57-րդ համարի մեջ Պողոս Արաքյալը գսե «Փառք Աստուծո, որ մեզի հաղթանակ բարգեւեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Նայեցեք չսեր հաղթանակ պիտի բարգեւե։ Եվ Հիսուս չսեր ես պիտի հաղթեմ, այլ գսե քաչալերեցեք ես հաղթեցի աշխարհին։ Եվ Պողոս Արաքյալն ալ գսե Փառք Աստուծո, որ մեզի հաղթանակ բարգեւեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև սատանային վախճանը որոշված է։ Եվ այսօրվան վերջին համարի սերտողությունը 11-րդ համար։ Եդև կնա ներողություն, նայեցեք սիրելիներ, ով որ պիտի կա վերջինը որ պիտի կա 7-րդը, ինչ կսե ինչա պիտի գարդ ժամանակը։ Գարդ ժամանակը արդեն ինչ ցույց կտա, որ սատանան որքանալ ուզե իր զորությունը իրակորձել, Աստված անոր զորությունը կամ անոր կորձնեությունը ինչ ըրած է, սահմանապակած է, այստեղեն քիծետ անտին չես կրնար անցնել, եւ ինչ ապ կրնաս կորձել, գարջ ժամանակ։ Հիսուսի խոսքն է դարձյալ չէ, որ հայրս եթե գարցուցած չլա օրերը, հավատացյալներ ալ կրնային մոլորիլ։ Անցնին վերջին համարի սերտողության։ Եվ այն քազանը, որ գաբրեր, բայց այլևս չաբրիր, 8-րդ թագավորն է, որ առաջին 7-ն է եւ որ գորուստին գտիմ է։ Լուծեցեք այս անելուկը։ Լուծեցեք այս անելուկը։ Նորեն գարտանք։ Եվ այն քազանը, որ գաբրեր, բայց այլևս չաբրիր։ 8-րդ թագավորն է, որ առաջին 7-ն է եւ որ գորուստին գտիմ է։ Ուրեմն թեր գաբրի, թեր չէ եկած, պիտի աբրի 8-րդը պիտի լա եւ գորուստին պիտի դիմե։ Այսօր դու երթակն ես սիրելիներ, այս մասին լավ մտածեք, բայց եկեք քիչ բացատրեմ, որովհետեւ ձեր մեր ամենուս ես գիտեք որքան ուղեղս չեմ զարգաց բադինա, սանք Սուրբ Գիրքին ասեմ, որ Սուրբ Հոգի Աստված այս ժանկոդած ուղեղը քիչ մակրե որ հասկանամ։ Սիրելիներ, նայեցեք։ Հովանեսի դեսած քազանը, բան, step, քայլ երթանք, step by step։ Հովանեսի դեսած քազանը քանի գլուխ ուներ։ 7 գլուխ, աբրիկ, արթունեք միջեմա։ Ոսեր քանիորդ գլուխի մեջտեղ պիտի է։ Եվ այն քազանը որ գաբրեր, բայց այլևս չաբրիր 8-րդ թագավորն է, ուրեմն քանիորդ գլուխը մեջտեղ է լավ։ 8-րդ։ Ուր գելավ այս 8-րդը։ Բայց 7-ն է գսե։ Հա, աբրիկ, դեսակ, արթունեք, 7-ն է գսե։ Բայց 8-րդն է։ Եկեղեցու հայրերեն եւ Սուրբ Քրոց գիտնականներեն շատեր գահավատան որ սիրելներ, այս 8-րդ թագավորը նույնինքն Գարմիր քազանն է։ Այսինքն ները Հագաքրիստոսը, որ 17-րդ գլխու 3-րդ համարի մեջ մենք կարդացինք։ Եվ Հովանես Արաքյալը իր առաջին Հովանու նամակի 2-րդ գլխու 18-րդ համարի մեջ զինքը գոչե Հագաքրիստոս, կամ ներ, կամ Պողոս Արաքյալը 2-րդ Թեսաղոնիկեցիներուն նամակի 2-րդ ուրեմն 2-րդ Թեսաղոնիկեցիներուն նամակի 2-րդ գլխու 1-10 համարներում մեջ զինքը գոչե անօրեն մարդը։ Լավ։
նորեն բզիկ վերակախ։ Երբ որ 7 գնիկները գային, չէ, 7-րդ գնիկը որ բացվեցավ, այդ 7-րդ գնիկը մեզ առաջնորդեց ինչերու 7 փողերու։ 7-րդ փողը երբ որ հնչեց, մեզ առաջնորդեց 7-րդ փողը ինչի 7 անոթներու։ Այնպես ալ սիրելիներ, 7-րդ թագավորը մեզ գարաչնորդ է, որու 8-րդ թագավորին, Աբրիկ։ Եվ այս 8-րդ թագավորը պիտի ըլլա մարմնացումը ներին։ Որովհետև Սուրբ Գիրքին մեջ 8 թիվը դարձյալ խորհրդանիշ թիվ է։ Ամբողջության խորհրդանիշ է, հավիտենականության է, երբ որ գուքա Քրիստոսի, երբ որ սատանային գուքա խորհրդանիշ է ամբողջության։ Ուրեմն այս ինչպես որ ասի 7 թագավորներու ամբողջ մարմնացումը եղողը ով բիդլա ները, ինքը ամբողջացումը բիդելա եւ Քրիստոսի հալածողը բիդելա։ Հետաքրքրական է սիրելներ, որ պատմական օրեն հիշեցեք Ներոնի մասին երբ որ խոսեցած է, զիսի որ Ներոնը անցնասպան եղավ եւ մարդիկ առասպել մեջտեղ հանեցին, կամ շշուկ դարածվեցավ մարդոց մեջ։ Ինչ որ Ներոնը չմերած կամ վերահառնած է Ներոնը, եւ պիտի դարձյալ կա եւ այդ ժամանակ առավելապար ովքեր վախցան քրիստոնյաները, որովհետև քրիստոնյաներուն խիստ հալածող եղավ։ Սիրելներ, Ներոնեն ավելի խիստ հալածող եղավ Թոմեդիանոս գայսրը։ Թոմեդիանոս գայսրը պատմության մեջ գիտեք ինչ կգոչվի։ Վերահառնող երկրորդ Ներոն։ Որովհետև այս Թոմեդիանոս գայսրը, եթե իր կյանքը գարտակ, ես հետաքրքրության համար իր կյանքը գարտացի, գադարյալ քիժեր, գադարյալ քիժ, խենթ, երևակայեցեք, որ սիրելներ, ինքը նախ ջաղատ էր, իրեն նաև գգոչեին ջաղատ Ներոն, ինքը սիրելներ օրվա մեջ գգենար այսպես, սուր, բզդիկ սուր տանակ մգարցերքը, ժամերով գգենար այդպես մինագը և ջանջ գործար օթին մեջ։ Գայսն էր ասիկա, երևակայեցեք, ամբողջ գայսությունը ղեկավար էր։ Գասկածամիտ էր, խիստ նախանցող էր, որու հանդեպ որ նախանց եւ գասկած կուննար անմիջապես կսպաններ, անմիջապես, շատ գադաղի, շատ թաժան գայսր եղած է պատմության մեջ, ընդհանրապես բոլորի նկատմամբ, ձերագուտական էր, սենատոր էր, գարաբարիչ էր, գովերնատոր էր, գապչուն էր, ինքը սիրելներ, որ գասկածեցավ, անմիջապես կսպաներ, դարբեր ծևերով, իր կործածած սիրելիներ, չարչարանքի ծևերը պատմության մեջ ահավոր էին, ահավոր, չեմ ուզերում բացատրել ինչպես կսպաներ, ուղղակի մազերնիդ կթափվի։ Քանի հատ մազ որ բագած տեսրեք ձայրեն, ադիալ ասոր այս հիմարին կյանքը գարտացին է տապեցավ։ Եվ ինքը սիրելներ, ինքն էր որ բարդատրեց գայսրի բաշտամունքը։ Ինքն էր որ բարդատրեց, որ ամեն մարդ զինք բաշտեն որպես ինչ, Աստված, դեր եւ փրկիչ։ Ահա սիրելներ, այդ ժամանակ էր որ քրիստոնյաները ինչ էին, ասին որ մենք չենք բաշտեր քեզ։ Մենք կուզարաներ ենք մինչև մեր մահը, բայց մենք քեզ չենք կրնար որպես Աստված փրկիչ դեր ջանչնալ, որովհետև մենք մեկ Աստված, մեկ փրկիչ կջանչնանք, ով է Հիսուս Քրիստոսը։ Եթե սիրելներ ուրանային Հիսուսը եւ զինք բաշտեին որպես դեր Աստված, պիտի դառնային ինչ հոգեվոր բորնիկներ։ Եվ այս գայսրը որքան քրիստոնյաներ խաչեց, որքան քրիստոնյաները սպանեց սիրելներ թաժան գերբով, ահա պատմության մեջ գոչված է սիրելներ ինքը 8-րդ թագավորը, որովհետև 8-րդ կհամարեին զինք։ Եթե այդ գարջ ինչ եղավ նայեցեք, Ներոնը 68 թվականին ինքզինքը սպանեց, 69 թվականերուն 3 գայսրեր մեջտեղ ելան, Գալբան, Օթոն եւ Վելիուսը, եւ այս 3 գայսրերը մեկ դարվա մեջ յետևի սպաննվեցան։ Անորոմար ընդհանրապես իրենք նկատի չեն առներ հռոմեական գայսրության շարքին մեջ, եւ եթե նկատի չառնեք, ասիկա Դոմեդիանոսը 8-րդ գայսրը գտարնա, որ ամենեն ահավորն է։ Հիմա ասիկա պատմական բաժին է։ Ինչը սեր գուզե, որ ինչպես որ Թոմեդիանոսը
ամենեն ահավոր գայսրը եղած է պատմության մեջ քրիստոնյաներու նկատմամբ Թոմեդիանոսին հազարաբադիկ ավելի ահավորը պիտի կա մարմնացումը պիտի կա չարության եւ անիկա պիտի լա ով ները Հագա Քրիստոսը որուն գազմագերբած հալածանքները եւ դանչանքները քրիստոնյաներու նկատմամբ անփախտադելի պիտի լան ադորամար ինչու համար գսե որ 8-րդն է որ ամփոխչական չարության ներկայացուցիչն է այս ները բայց ամենեն ուրախանալին սիրելներ վերջին դողն է նայեցեք ինչ կսե եւ որ իր գորուստին գտիմ է ինչ կնշանակի գորուստին գտիմ է այսինքն սիրելիներ արդեն իսկ որոշված է ներին գործանումը եւ երբ որ մենք հասնենք 19-րդ գլխու 20-րդ համարի սերդողության այնտեղ պիտի տեսնենք որ ները պիտի նետվի ինչի մեջ գրագե եւ ձծումպե լիջին մեջ պիտի գործանի սիրելի եղբայրներ եւ քույրեր այսօր մենք անհամբեր ենք եւ որ տեսնենք որ մարդիկ վադություն գնեն գսենք ինչու համար Աստված չբաճեր նորեն այս շաբաթ շատ բղձալից վիդեո մը տեսա հրյա զինվորը սիրելներ եկեղեցիմը ուրեմն բղձած էին Աստվածամոր արձանը գար այս հրյա զինվորը վիդեոյով իրեն ինչ կներ որ Աստվածամոր բերնի մեջ սիգարետ դրածեր գսեք որ սիգարետ դրածեր ձուխը գելեր որ գսեք ձխե դեսակ չէ բղձություն բայց գսենք ինչու համար Աստված չի պատճեր սիրելիներ Աստված համբերող է Աստված ամենուն արիտ կուտա դարձի բայց անոր մինչև վերջ մնա մենք երբ որ հասնենք 20-րդ գլխու սերդողության 15-րդ համարը պիտի տեսնենք որ անոնք որոնք սիրելներ դա ղեկավարներ Աստված պիտի սպանի այսինքն ները կազանը երկրորդ կազանը սուտ մարգարեն սատանան պիտի ուղարկի ջահեննեմ այդ լեջե գրագի մեջ եւ վերջը նաեւ բոլոր անոնք որոնք սիրելներ իրենց հետևորդեն պիտի ուղարկի նույն այդ վիճակի մեջ ամփոփելով ժողովուրդյան այստեղ հետևաբար կազանը երկու դարբեր բաներ կներկայացնի անիկա մարմնավորումն է աշխարհի բոլոր չար գայսրություններուն, բոլոր չար թակավորություններուն, չար բեդություններուն, չար իշխանություններուն ամփոփումն է սիրելներ, որոնք ժամանակներու ընթացքին որպես Հագա Քրիստոսներ եկած են եւ աշխարհի մեջ եւ նաեւ սիրելներ երկրորդ իմաստով անիկա 8-րդ թակավորն է, այսինքն ներն է Հագա Քրիստոսն է, որ աշխարհ պիտի կա եւ դժբախտաբար սիրելներ իր ժամանակ Չարության ոգին, սատանայի ոգին ամենեն բարձրակույն զենիթին վրա պիտի լա կակատագետին եւ պիտի փորձե աշխարհի մեջ սիրելներ ահավոր վիճակ ստեղծել։ Եղբայրներ եւ քույրեր, չեք կրնար երևակայել ինչ տեսակ բղձություններ պիտի բերե այս ները աշխարհի վրա։ Աներևակայել բղձություններ։ Հիշեցեք, որ սատանայի հետ եղող չար հրեշտակները մենք ինչ կգոչենք հայերենով բիղձ ոգի ինչու բիղձ որտեղ անոնց մեջ մաքրություն չկա եւ հիշեցեք չար եւ բիղձ ոգին եւ որ մարդու մեջ մտածեր Հիսուս ինչ ասավ չար եւ բիղձ ոգի գարամեմ քեզի դուրս եկուր մարդու մեջ են երևակայեցեք որ այս ամբողջ չար բիղձ ոգիները ամփոփվին մեկ հոգիի մեջ, ներին մեջ։ Գրնակ երևակայել, որ աշխարհի օրենքները կամ աշխարհի իշխանության ժամանակ, դիրաբեդության ժամանակ ինչ բղձություններ պիտի լան աշխարհի մեջ։ Փացեի փաց Սոդոմ Գոմոր պիտի լա աշխարհը։ Փացեի փաց։ Այսօր Լիլիային հետ միասին միասերական երկու դղաներ տեսանք սիրելներ, որոնք երկը հնարած են, երկը ինչի մասին է, գիտեք, gender reveal, ուրեմն երեխային սերը, gender-ը պիտի reveal-ն են, երեխա պիտի ուննան երկուքը իբրև թե, ուրեմն gender reveal պիտի են և երկը հնարած էին, ուղագի բղձություն, սատանայություն, բայց ասանք բաներ երբեմն գտիդեմ, որպեսզի կարողանամ արտնցնել ցեզի։
Եվ ամենեն սարսափելին այցեք ինչ է։ Ուրեմն ուրախություն, որ զավակ պիտի ունենան, եւ ուրեմն gender reveal իրենք պիտի չունենան անշուշտ, պիտի որտեքրեն սրբուի, դիգին սրբուի, իրենք պիտի չունենան։ Դղան ինչպես զավակ պիտի ունենա։ Շատ խորը մի երթար, դու բացած։ Շատ խորը մի երթար։ Ուրեմն դու միանը սե որ քշ եդիսկնա սադանա, ադանգս է դու միան։ Ուրեմն այս երկի մեջ ինչ կսե, գսե որ վայ աղջիկ պիտի ունենանք, ուրեմն gender երկեցողությունը գաստի այնտեղ որ աղջիկ պիտի ունենանք, վարտակույն բան եւ գսե սակայն աղջիկս պետք է գիտնա որ ինքը աղջիկ չէ, ինքը սեր չունի, ինքը եւ եթե հանգարց օրը աղջիկս կասե որ բաբա, մամա ես կուզեմ ուղիղ մարդոց պես ապրիլ, ես իրեն խստի բիդսեմ ոչ, թուն չես կրնար, իրավունք չունիս ուղիղներուն ծևով ապրիլ, անոնք սխալ են սկիզբեն, ճիշտը պետք է ինչպես ապրիս, պետք է քու բարեկամներդ միան միասերականները ըլլան, թուն պետք է անսեր ըլլաս եւ այլն։ Այլ խոսքով սիրելիներ երկի մեջ արդեն իրենք ցույց կտան դաստիարակություն, որ ինչպես պիտի դաստիարակեն։ Եվ դեսեք սիրելիներ աշխարհի հիմա ջահեննեմը լա ինչ կուզեն իրենք թողաբրին, եւ հոգս չէ, ինչ կուզեն ինձեվով կուզեն թողաբրին, բայց աշխարհի բղծությունը նայեցեք, աշխարհի բեդությանց օրենքները, որ ինչպես դուք կրնակ միասերականներուն արդոնել, որ զավակներ որտեքրեն։ Ինչպես եւ մասնավոր սիրելիներ արդոնություն կդրվի իրենց, որբեսի նոր սերունդները ինչով դաստիարակեն։ Ճիշտ է իրենց պես դաստիարակեն, որ իրենց թիվը շատնա, ոչ թե նվազի, այլ շատնա։ Անոր համար է որ սիրելներ Դիզնիի քարտունները, մի ուրախանակ որ ծեր զավակները Դիզնիի քարտուն գտիդեն, անմեղ ծևով Դիզնիի քարտուններու մեջ այնքան բղծություն կա, եւ Դիզնիի նոր քարտուններու մեջ ամենը միասերականներու մասին է, ամեն ինչ։ Արդեն նոր քարտուններ ելած են սիրելներ, որ այլևս ցյունատուր չէ, այլևս ցյունատուրը ջենդերը փոխված, սերը փոխված ուրիշ բան է, իրենց մեյ է։ Այս բոլորը սիրելներ որբեսի ինչու, նայեցեք որովհետև այլև մեր սերունդին վրա չունին իշխանություն իրենք։ Եվ իրենք այլևս ժամանակալ չունին սպարելու մեր վրա։ Մեր ուղեղները պիտի չկարողանան իրենք փոխել։ Իրենք ուրիշ ստրատեգիկ ունեն սիրելներ, իրենք ուրիշ ինչ կսեն հայերենով մարդահրավեր ունին իրենք եւ այդ մարդահրավերը իրենց ով է երեխաները դաստիարակել իրենց ուզածին պես որբեսի նոր սերունդը սիրելներ ինչպես մեծնա թմրած վիճակի մեջ եւ այդպես կմեծնեն նայեցեք սիրելներ անցյալին երբ որ Թում այսպիսի բանը լսեիր, ամիջապես հոգիդ գխրովեր, եթե տեսնեիր մեկը միասերական հոգիդ դարբեր զգացում ունա։ Իսկ հիմա մենք ալ սիրելներ, մեզի համար աս բոլորը դժբախտաբար ինչի վերածված են։ Բնական երևույթի։ Կամ չընդունված երևույթի։ Չընդունելի ընդունված երևույթի։ Չէ՞։ Երևակայեցեք որ մեզի համար եթե այսպես չընդունված երևույթի վերածված է մեր զավակներուն եւ թորներուն համար ինչի վիճ վերածվի եւ որ դպրոցներուն մեջ ամեն տեսակ սիրելներ զավակիդ կովը ամեն տեսակ մարդիկ կան նստած որոնք ամեն ինչի այդ ընտանիքներեն գուքան դեսեք ասիկա սկիզբն է երգանց այս բոլորը սկիզբներն են նշանին անոր համար սիրելներ մի սպասեք որ ուրիշներ դաստիարակեն ծեր զավակները Թուք մի դաստիարակեք ծեր զավակները թուք մի դաստիարակեք ծեր թորնիկները մի սեր թորնիկս եկուր քեզի նենեն սորվեցնե ամենեն համով գաթա պատրաստելը նենեիս գաթային ռեսիպին իմա ցեզի պիտի ցույց տամ բանեն YouTube-են մարդիկ ելեն գսեն շատ լավ նենեներ մեծ մամաներ սուրբ քիրքի ռեսիպի դվեք ծեր զավակներուն թորներուն Մեծ է մեղքը աշխարհին։ Մեծ է մեղքը։ Գարավարությունները գուզեն որ դուք չդաստիարակեք ծեր զավակները։ Գարավարությունները գուզեն որ իրենց ցկեք, որ իրենք դաստիարակեն։ Որտեղ ծեր դաստիարակությունը իրենց հաճելի չէ։ Եվ սիրելներ, եթե անցյալին ձբդյալ ցևով գործեին, դեսակ քախնի, ասանք խորտավոր օրենքներ հանելով հիմա աբեշկարա
բարձրացային, բացահայտ կերպով, բորալ գանչելով, եւ նույնիսկ երբեմն աստարարելով ցեզի, որ այսպես մի չնեք, այսպես եք։ Այսօր սիրելներ Անգլիայի մեջ քարոզիչներ ցերնագաբերով գբռնվին երևակայեցեք որ միասերականներու բանգար անցնող դարվա պատմությունը ասիգա փարատները գար իրենց եւ գեցած են գրոնավորներ կամ նույնիսկ մարդիկ որոնք Աստծո խոսքը գաստարարեն որ զսկուշացեք որովհետեւ Աստված պիտի բաճե երևակայեցեք որ սիրելներ անոնք հարցագեցան այս խոսող քարոզիչներուն վրա ճշմարտություն խոսողներուն վրա եւ ոստիկանները եկան ցերփակալեցին որոնց ոչ թե հարցագողներուն ձեծողներուն այլ ձեծվողներուն որ խաղաղությունը կխանգարեք եւ իրենց հագարակ կխոսիկ իրենք եթե մեզի հագարակ խոսին է իրենց ցերփակալող չկա ադոր համար Աստվածը սա որ աշխարհի վրա սով բիդելա ոչ թե հացի սով Աստուծո խոսքին սովը սիրելներ լավ օրերու մեջ չենք անոր համար Պողոս Արաքյալը գսե արտուն եղեք որովհետև քեշ օրերու մեջ ենք վատ օրերու մեջ ենք եւ ժողովուրդ ջան գխնդրեմ երդասարդ հայրեր մայրեր կան այստեղ մեծահասակներ կան մեծ մամաներ մեծ բաբաներ կան գխնդրեմ շատ լավ գնեք որ ծեր զավակները ամեն տեսակ սպամունքներու գտանեք երգի բարի չգիտեմ պիանոյի մարզանքի շատ լավ գնեք անոնք բոլորը շատ կարևոր են իրենց մարմնամարզական իրենց ընկերային կյանքի աճման զարգացման համար բայց բավարար չէ Ձնողը երեք բանի բարդավորություն ունի իր զավակներուն նկատմամբ մարմնավոր աճման, մտքի զարգացման եւ հոգեվոր փրկության։ Դուք երկուքը կկատարեք մարմնավորը ջաշ տալով ծեր երեխային, լավակույնը գերցնելով, լավակույնը հագցնելով, մտքի զարգացման համար լավակույն համալսարաններ կուղարկեք, լավակույն դպրոցներ ծախս կնեք, բայց հոգեվոր ուր է։ Չէ որ ամենակարևորը այդ է։ Ուրախացեք մեծ մամաներ, ուրախացեք ծնողներ, այո, ծեր զավակները վգայական բերեն, շատ լավ բան է, ուրախացեք, այո, ծեր զավակը մեկը բժիշկ է, մեկը փաստաբան է, մեկը զանազան պաշտոնյաներ գործ ունին, ուրախացեք։ Բայց ծեր ձունգերը ծեծեցեք, ծեր գործքը ծեծեցեք, եթե հավատ չունին անոնք։ Ինչին պետք է այդ վգայական, այդ վգայականով երկինք պիտի մտնեն։ Ինչին պետք է ադիկա։ Եթե հավատք չունին, ծեր ձունգերը ծեծեցեք, ծեր գործքերը ծեծեցեք։ Եվ վայ գարտացեք ծեր անձին։ Հեշտ է մեղադրել ուր են գրոնավորներ։ Ա գրոնավոր մգա ծեր թիմացը։ Ուր են ծեր զավակները։ Գահրավիրեմ ծեր զավակներ, ծեր տորները, կանչեցեք։ Եվ որ գդրվի ցեզի ուրեմն սիրելներ օգտվեցեք եւ դու գալ ծեր ընտանիքներու մեջ դարածեցեք Աստծո խոսքը մի ամճնակ թող ծեր զավակները ասեն որ մամա գփավե գլուխը սարտուգեցիր այսօր գաս իր կյանքի մեջ վաղը չգաս խոսիր քո ցայնդ ագանչի մեջ թող մնա գրնալա որ թեր այսօր քնացած է թեր ժամանակը բացված չէ ասած բայց քո խոսքը պիտի արձագանքե պիտի ասե որ մամաս բաբաս ինձ այսպես հայրիկս մայրիկս այսպեսի խրատ տվին ոգևոր արտնամ դառնամ դիրոջս անարակ որդին սիրելներ իր անարակության մեջ ով արտնցուց իր խիղճը իր բաբայի խոսքերը իր բաբայի դունը հիշեց եւ վերադարձավ այդպես ալ սիրելի ծնողներ ծեր զավակներուն ոգևոր տաստիարակություն տվեք որովհետեւ օրերը չարեն Աստված օգնական ըլլա Աստված ողորմի բոլորին եւ սիրելներ նորեն կգրտնեմ ինչ որ անցյալ շաբաթի իմ մաղթանքս ցեզի եւ ծեր ընտանիքներուն Աստված ծեր բոլորի անունները գենաց կիրքի մեջ արցնակրե ամեն խոնարհինք եւ մեր վերջին աղոթքը անենք խաղաղ կյանք խնդրելու աղոթք մեր ժամակիրքեն արգված
Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Գյանքի առաջնորդող եւ խաղաղություն բարգեւող մեր Աստվածը Քրիստոս թուն առաջնորդ է մեզ, որբեսի արդարության քու ջամփաներդ կալենք եւ քու ողորմությամբ հասնենք գյանքի եւ փրկության նվահանգիստը, որովհետեւ թուն ես մեր օգնականի եւ փրկիչը, քեզի գվայլեն փառքը, իշխանությունն ու բադիվը այժմ եւ միշտ եւ ավիդյանս ավիդենից ամեն։ Ազգիս հայոց, ազգիս հայոց, սերմիություն, Հիսուս պրգիչ մեզ ողորմյա սրբոհի գույս Աստված Իշիադեր եւ ողորմյա Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն Հայր մեր որ հերագիս ես սորբ եղեցի անուն քո Եկեսե արքայություն քո եղեցին գամ քո որպես երգիանս եւ հերգրի ցած մեր ադաբազոն դուր մեզ այսօր թող մեզ զբաղդիս մեկ որպես եւ մեկ թողունք մերոց բարդաբանած եւ միդանից մեզի փորձություն
Զիքոյե արկայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն օրտնյալ քիրերուքի շնորհացն սրբոք վույն երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցեն ցեզ ընդ ամենեսյանդ ամեն Աստված օգնական եւ բահաբանը լապոլորիտ ամփորձանք ծեր դուներ հասնիկ